Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստում ենք շատ համեղ խաչապուրիներ։ Պատրաստման եղանակը շատ պարզ է և մատչելի։ Սկսենք պատրաստել, կկիսվեմ ձեզ հետ պատրաստման եղանակով։ Իսկ եթե դեռ բաժանորդագրված չեք իմ ալիքին, բաժանորդագրվեք և սկսենք պատրաստելը։ Պատրաստում ենք խմորը։ Դրա համար ամանի մեջ լցնում ենք գոլից տաք կաթը, վրան ավելացնում ենք շաքարավազ, ավելացնում ենք խմորիչը, մի փոքր խառնում ենք, այնուհետև ավելացնում ենք 2 ձուն, ավելացնում ենք հալեցրած կարագ, կարող եք բուսայուղ ավելացնել, սակայն կարագով ավելի համեղ և փափուկ է ստացվում։ Ավելացնում ենք աղ, լավ խառնում ենք և սկսում ենք քիչ-քիչ ավելացնել ալյուրը։ Բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կգրեմ տեսանյութի ներքևում։ Խմորը պնդանալուց հետո սեղանին ալյուր ենք ցանում և խմորը տեղափոխում ենք սեղանին։ Անհրաժեշտ է հունցել 3-ից 5 րոպե, որպեսզի ստանանք փափուկ էլաստիկ խմոր։ Եվ ահա խմորը պատրաստ է։ Բուսայուղ ենք անում ամանի մեջ, մի փոքր նաև խմորի վրա և տեղափոխում ենք տաք տեղ, որպեսզի խմորը լավ հասունանա։ Միջուկի համար ես վերցրել եմ 3 տեսակի պանիր, կարող եք վերցնել այն, ինչ որ կա ձեռքի տակ, սակայն ավելի համեղ է ստացվում, երբ մի քանի տեսակի պանիր է լինում և անպայման հալվող պանիր է անհրաժեշտ։ Եվ ահա խմորը հասունացել է, արդեն պատրաստ է, կարող ենք այն բաժանել մասերի և պատրաստել խաչապուրիները։ Գնդերը կբաժանեմ 6 հավասար մասերի, կարող եք ավելի մեծ խաչապուրիներ պատրաստել և բաժանել 4 մասի։ Ասեմ, որ շատ յուրահատուկ և փափուկ խմոր է ստացվել, անչափ համեղ խաչապուրիներ է ստացվում, անպայման խորհուրդ կտամ փորձեք, իսկ եթե փորձեք, անպայման կկիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես է ստացվել ձեզ մոտ։ Իսկ մնացածը անում ենք այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։ Այնուհետև ջեռոցը միացնում և տաքացնում ենք 170 աստիճան, թխում ենք մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։
Ահա եւ սիրելի հետևորդներ, տեսեք որքան ախորժելի խաչապուրիներ ստացանք, ասեմ որ շատ համեղ են, ներսից շատ փափուկ, իսկ երեսից խրթխրթան, անչափ համեղ է ստացվում։ Իսկ այսօր էլ պատրաստել էի այսքանը, եթե հավանեցիք իմ տեսանյութը, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, կարող եք կիսվել նաև ձեր սոցկայքերում, որպեսզի ձեր ընկերները նույնպես տեսնեն, իսկ մենք կհանդիպենք նոր համեղ տեսանյութերում։